Мне очень нравится. Գնա, всё։ 50 տարվա ամուսինների խաղաղ կյանքն է իրար խառնել Փաշինյանի հակաեկեղեցական արշավը։ Ռիմ կողմ եմ, որ եկեղեցին փոխվի։ Փոխվի։ Հա։ Օրինակ ինչը ձեզ դուր չի գալիս։ Դե ինչ որ ասում են, էլի։ Человек всю жизнь был партийный, коммунист. Հակաեկեղեցական արշավի գրեթե բոլոր դրվագներն ուսումնասիրած այս տղամարդն էլ համոզված է Փաշինյանը չի ղեկավարում եկեղեցու դեմ գրոհները։ Դրսի ուժերի գործը ավելի շատ, քան հենց ներքին քաղաքական գործը։ Ինձ թվում է գաղտնի ծառայությունների, ովքեր որ ուզում են հայ ազգը պառակտեն։ Իրականում հենց Փաշինյանն է համակարգում ամեն ինչ, հակադարձում է այս տարեց տղամարդը։ Այն ինչ որ առաջարկել է վարչապետը, ես նրա բոլոր առաջարկություններին համաձայն եմ։ Ինչ լինում է լինի, միայն թե վերջը լավ լինի, կարծում են Երևանի այս փողոցում։ Ես ոչ կոպիտ ասած իրավաբան եմ։ Չեմ կարող այդ հարցերին պատասխանել, մի բան գիտեմ, որ եթե մի բան անում են, ուրեմն մի բան պատճառ կա։ Դա Աստված որ ամեն ինչ նորմալ լինի, խաղաղ լինի, ամեն այդ վեճը ինչ է, ես չգիտեմ ոնց է դա կոչվում, տղա ջան։ Իսկ իրավաբանները գիտեն, որ ինչ որ բան սխալ է 35 տարվա իրավաբանական փորձով Երևանցին է ասում։ Կաթողիկոսին այդ քրեական գործ հարուցել վրա եւ այլն արկել էր հանրապետությունից բացակայելը, դա կատեգորիկ չպետք է լինի։ Չգիտեմ, որ իրավաբանն է, որ այդ բանը, այդ գործը քրեական գործը հարուցել է։ Ուղղակի զարմանում եմ։ Ես ինքս իրավաբան եմ։ 35 տարի ես տարել եմ այս երկրի։ Եվ բոլոր դեպքերում զարմանում եմ մարդկանց վրա իրավաբան լինելով հանդերձ ոնց է, բա դու ասենք այսօր անցավ, այս իշխանությունը փոխվեց, դու քո երեխեքին ոնց ես նայելու աչքերին։ Հայտարարությունն է, հետ եմ մտածում, որովհետև եկեղեցու հետ այնպես չեն վարվում։ Ամբողջ աշխարհում մեկ պախարակում է դա նշանակում։ Ամենաշատը Գարեգին II-ի դեմ հալածանքներն են զայրացնում երևանցիներին։ Այս տղամարդը համոզված է, պատճառը կաթողիկոսի դիրքորոշումն է հետպատերազմական Հայաստանի մասին։ Ուզում ես քո տերտերին բերես դնես, հա, մատդ ոնց թեքես անես խոսա, որ այս ժողովրդի ուղեղը հալի լցե այդ ամեն ինչ։ Ուրիշ ոչ չի բան։ Չեկեք ձեր չտանք։ 2025-ի մայիսի կառավարության այս նիստից հետո Գարեգին II-ին ուղղված ավելի քան 1 տասնյակ մեղադրանքներ են հնչել զավակ ունենալուց մինչև օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն։ Գիտեմ, մասսակա, որոնք ասում են, բա եւ վեհապարը, բա երեխա, բան, ման, չի կարելի ձև մտածել էլի։ Նիկոլը, որ այսօր պետության գլուխ է, ինքը լրիվ ճիշտ է իր կյանքում ապրե, հա։ Իդեալական է ապրե իր կյանքում ինքը։ Նորմալ, լրիվ sense ամբից, sense մի հատ անձնավորություն է եղել։ Նես մի հատ մարդիկ են, որոնք չեն կարող հանգիստ մնան, իրանք պետք է միտե բզբզան։ Այսօր վեհապարին կբզբզան, վաղը կգնան, չգիտեմ ում կբզբզան։ Զայրանում է այս մարդը, որ կառավարությունը բզբզալու ժամանակ է գտել լուրջ գործերը թողած։ Լսում եմ Նիկոլին ինչ որ ինտերվյու է տալի, չէ։ Կյանքը նորմալ, իդեալական, գալիս առնանի դուռը բացում եմ դատարկ է։ Դուռը փակում եմ, գնում նստում եմ տելևիզորի դեմը, նորից խոսում, արա չի արա, կյանքը լավ է, բերում եմ առնանի դուռը բացում, էլի դատարկ է, էլի առնան։ Ախպեր, տենց չէ, ֆռռացնելով, քյոլելով, սրա մտելով, իր այդ ժուրնալիստիկական այդ բանը, տենց չի։ Գնացեք կպել ես վեհապարին, որ ինձ երկիրը բան արա, այս վիճակից անի։ Մարդկան զայրույթն ավելի քան տեղին է համոզված է առաջ Աչակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը։ Իրավական բեսպրեդելության շրջանակներում մենք այս ամեն ինչից ընդհանրապես այլևս ոչ զարմանում ենք։ Ասատրյանը բացառում է որոշվել լուծաբանների այն դիտարկումը, թե ազատությունից զրկված Միքայել եւ Մկրտիչ սրբազանների խափանման միջոցները փոխելով Փաշինյանը հետ քայլ է արել։ Ընտրություններից առաջ որևէ կերպ հումանիստ եւ մարդասեր ուրեմն թվալու այսպես փոքրիկ մեդիա մանիպուլյացիա է։ Գագիկ Ասատրյանը հիշեցնում է հակաեկեղեցական արշավի սկզբից իշխանությունը խնդիր է ունեցել լրացնել սրբազաններին։ Հիմա էլ հանրության հետ շփվելու հնարավորություն չունեն տնային կալանքի տեղափոխված սրբազանները։ Ցանկացած հարցազրույց, ցանկացած ելույթ եւ այլն հասարակական որոշակի կարծիք էր ձևավորում եւ Միքայել Սրբազանի հարցազրույցները, խոսքերը իրենք որոշակիորեն այսպես ապրեսնող եւ սթափեցնող բովանդակություն ունեն։ Նիկոլ Փաշինյանը սրանից էր վախենում։ Իրավապաշտպանները շարունակ ահազանգում են, որ իրավապահների միջոցով է Փաշինյանը հարթում մայրաթոր գրոհելու իր ճանապարհը։ Առաջ կուսակցության անդամը համոզված է, բանը վեհապարի ձերբակալությանն էլ կարող է հասնել։
Նիկոլ Փաշինյանի այս ճղճիմ եւ քինախնդիր քայլերը այն է վերջնականապես կաթողիկոսին ազատությունից զրկելը ոչինչ չի տալու իրեն, որովհետեւ մենք գործ ունենք մի հսկայական այսպես ցանցային կառույցի հետ, որը թեմեր ունի աշխարհի գրեթե բոլոր երկրներում եւ բոլոր աշխարհամասերում եւ այլն, եւ ես համոզված եմ, որ ամենայն հայոց կաթողիկոսը ինքը պատրաստ է այս ամեն ինչին 10-րդ ամիսն է, ինչ կաթողիկոսի ձերբակալության վտանգ կա Հայաստանում։ Չի հաջողվել, չի էլ հաջողվի, համոզված է Ասատրյանը։ Նիկոլ Փաշինյանը կառուցած է ստի իմպերիան, ստի տաճարը, իր ծանրությունից է փրվելու։ Հայ առաքելական եկեղեցին քրիստոնյա հաստատ կառույց է եւ այս ճակատամարտում, ինչպես կասեր Միքայել Սրբազանը, հայ առաքելական եկեղեցին հաղթելու է։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։